Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հաղթանակի և խաղաղության օրվա առիթով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս։ Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծանում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և Արցախյան հերոսամարտում։ Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։ Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև Արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։ Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։ Աղոթում ենք մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայրենիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։ Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին բարօրություն։ Թող Հարությալ Տերն իր աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին հույսով և հավատով ամուր ու սիրով միասնական։ Շնորհք, սեր և խաղաղություն տի առն մերո Հիսուսի Քրիստոսի Եղեցինը Դամենեսյանս ամեն։ Ասված է ամենայն Հայոց Հայրապետի ուղերձում։